Մենք հոգնում ենք բոլորին բացատրել, որ մենք քաղաքական ուժ չենք։ Ուղղակի հոգնում ենք, որովհետև մեր մեջ կան տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ իրար հակասող։ Եթե մենք սկսենք այդ ինչ-որ քաղաքական ուղիներ բռնել Հայաստանի Հանրապետության ներսում կամ արտաքին քաղաքականության մեջ, մեր ազգ բանակ գաղափարը, որը կարելի է ասած դաջված կանել մեր ճակատներին, էլի, կստացվի ֆալշ։ Ոնց որ շատ բաներ քաղաքական դաշտում արվում է, հայտարարում են մի բան, անում են ուրիշ բան։ Մենք չենք կարող նման բան մեզ թույլ տանք։ Մենք հասարակական կազմակերպություն ենք։ Մենք ասում ենք ազգ բանակ, իսկ ազգի մեջ մտնում է զարմանալի է, բայց մտնում է ցանկացած հայկական կուսակցության անդամ եւ ոչ կուսակցականները։ Արևմտամետներն են մտնում եւ ռուսամետներն են մտնում, թուրքամետներն են մտնում։ Ազգը։ Երբ որ գերմանական, sense թվում է sense կալամբուր ասացի, չէ՞, թուրքամետները ազգի մի մաս ու ես ասում եմ ազգ բանակ։ Ուրեմն Շվեյցարիան, երբ որ Հիտլերի դեմ ոտի կանգնավ, ի գիտություն մեզ լսողներին, Շվեյցարիայի հալալ կեսը գերմանացիներ են։ Եվ իրենք Ադոլֆ Հիտլերի հետ քիփ համագործակցության կողմնակիցներ էին։ Ծագումով ֆրանսիացի գեներալ Գիզանի գլխավոր հրամանատար դառնալը Շվեյցարիայում պահեց, որ իրանք չմտնեն նացիստական այդ բլոկի մեջ եւ ասենք այդ Ադոլֆ Հիտլերի կամակատարը չդառնան։ Գիզանը գեներալ հիշեցրեց, որ մենք ազգ բանակ ենք, անկախ ծագումից եւ կրոնական պատկանելությունից, ընդ տարբեր կրոններ են։ Երկու բան պրոտեստանտական եւ կաթոլիկ, երկու պրոտեստանտական իրար հակասող, էլի մասամբ։ Այ ազգ բանակը դա է, ես այդպես եմ պատկերացնում, ես այդպես եմ ուզում եւ հասարակական կազմակերպություն, որը կոչվում է ՈՄԱ, անդամագրվում են այն մարդիկ, ովքեր որ եթե այդպես չեն ուզում, գոնե դրան դեմ չեն։